Բարի լույս սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանի մեջ ասում է. Արթուն կացեք եւ աղոթք արեք։ Գիտեք, արթնության կոչը Տիրոջ կողմից ուղված ոչ թե աչքերը բաց 24 ժամ անցկացնելն, այլ արթուն մնալ մտքով, հոգով, սրտով, ներքին խաղաղությամբ։ Այսօր սիրելիներս, մենք բոլորս այդ արթնության կարիք ունենք, որովհետեւ արթնությունը նախ սառը միտքն է, սառը դատողությունն է, որտեղ մենք տեսնում ենք այն, ինչ որ պետք է տեսնենք, որտեղ մենք հասկանում ենք այն, ինչ որ պետք է իրականության մեջ հասկանալ։ Սակայն դա բավարար չէ իրավիճակը գնահատելու եւ որևէ իրավիճակ ճիշտ արժեվորելու կամ այդ իրավիճակի մեջ շարժվելու համար։ Ուրեմն արթնությունը, գիտակցությունը բավարար չէ ամրագրելու համար այն արդյունքը, ինչը մեզ անհրաժեշտ է։ Հետևաբար Տերը տալիս է երկրորդ շարունակությունը ասելով, որ աղոթք արեք, արթուն եղեք եւ աղոթք արեք։ Ուրեմն աղոթքը, սիրելիներս, ամենամեծ զենքն է քրիստոնյայի, որովհետեւ աղոթքը հարաբերություն է Աստծո հետ, կապ է Աստծո հետ, որտեղ Աստված սկսում է խոսել մարդու հետ։ Աղոթքը մարդու մտքի արտահայտումն է Աստծո առաջ, որտեղ Աստված ճիշտը եւ սխալն է ցույց տալիս մարդուն աղոթքի մեջ։ Հետևաբար, սիրելիներս, մեզ պետք է այդ արթնությունը եւ այդ աղոթքը։ Առանց այս երկուսի համադրության հնարավոր չէ ճիշտ արժեվորել, ճիշտ գնահատել եւ ճիշտ շարժվել որևէ հարցի մեջ։ Եվ այս առիթով, սիրելիներ, վաղը առավոտյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ի հիշատակություն 4 ավետարանիչների տոնի մատուցելու եմ Սուրբ Պատարագ, Սուրբ Աշխենի անունը կրող մատուրում եւ կուզեմ բոլորդ ըստ հնարավորության մասնակցեք այդ պատարագին եւ միասին աղոթք անենք, որովհետեւ մեր զենքը աղոթքն է, մեր զորությունը աղոթքն է, մեզ ուղղորդողը աղոթքի ուժն է, մեզ առաջնորդողը աղոթքն է։ Առավել եւս ավետարանիչների տոնին, 4 ավետարանիչների, որոնց խոսքով է, որոնց տված ավետարաններով է եկեղեցին առաջնորդվում եւ 4 սյուներն են եկեղեցու ավետարանի խոսքերը եւ որոնց շնորհիվ է կամ որոնց հաջորդականությունն ենք մենք հոգեվորականներս։ Ուրեմն եկեք միասին աղոթենք մեր հոգեվոր դասի համար, բոլոր հոգեվորականների համար, մեր եկեղեցու ամրության, զորացման համար եւ նաեւ յուրաքանչյուր մեկիս համար, որովհետեւ երբ արթուն չէ մեր միտքը, մենք տարակուսանքի մեջ ենք։ Իսկ եթե արթնություն ունենք, բայց աղոթք չունենք, մենք չարանում ենք։ Մենք սկսում ենք չհասկանալ ամբողջությամբ, թե ինչն է մեր անելիքը այս իրավիճակի մեջ։ Ուրեմն, սիրելիներս, եկեք միասին մեր մտքերը, մեր հոգիները, մեր սրտերը դեպի Աստված, մեր աղոթքը անենք, մեր միասնական աղոթքը անենք։ Եվ Աստված մեզ թող առաջնորդ լինի։ Բարի օր ձեզ բոլորիդ։